Ուրեմն ընտրությունների հետ կարգությունների ժամանակ մի քանի խախտումներ ենք նկատել, հանցագործության մասին հաղորդումներ ենք տվել, բայց կա նաև այնպիսի խախտումներ, որոնք համակարգային են, չնայած դրանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ենք տվել, բայց ամեն դեպքում ոնց որ թե սրանք համակարգային են, առաջին հաղորդումը, որ տվեցինք, քվեարկության գաղտնությանը վերաբերում, ընտրողներից մեկը, ուրեմն Վայոց ձորի մարզի Եղեգնից խոշորացված համայնքի արտաբույնի բնակավայրի 36-20 տեղամասում ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը, փաստորեն, քանի որ դա իր ընտրատարածքն է, որտեղ ինքը քվեարկելու իրավունք ունի, 3-4 անգամ մտել է, որպեսզի քվեարկի չի քվեարկել, երկար կանգնել է, խոսացել է փաստորեն տեղամասում ուղղորդություններ է տվել, հետո հելել է դուրս, կանգնել է բավականին մոտ եւ մարդիկ են խմբված եղել եւ այդպես շարունակ կանգնած եղել 3-4 ժամ, անգամ 4 ժամից ավել 3 անգամ հանցագործության մասին հաղորդում են տվել, որ պատգամավոր Բագրատյանը նախ ուղղորդում է քաղաքացիներին, անգամ իր շրջապատում այսպես ասել, որ հələ թող գան տեսնենք այդ ընդդիմադիրները ոնց են քվեարկելու, այսինքն գիտեն, որ ինքը պատգամավոր է, կաշկանդում է իր ներկայությունը, որպեսզի ընդդիմադիր քվեարկողները գան եւ քվեարկեն ընդդիմադիր ուժերի օգտին։ Փաստորեն ոստիկանության 3 հանցագործության մասին հաղորդումներից հետո մի քիչ բան է եղել, կարգավորվել է իրավիճակը, անգամ երբ որ այդ վստահված անձը նկարել է, վստահված անձին են փորձել հետևել, վստահված անձին են փորձել հալածել, ասել են սպառնացել են, տվեք այդ տեսագրությունը եւ այլն, Փաստորեն սա մի տիպի խախտում, որտեղ որ հավաքվում են 50 մետրից մոտ են գտնվում, ընդ որում ազգային ժողովի նախագահը եղել է դեպքեր, որ համայնքի ղեկավարը փորձել է ուղղորդել քաղաքացիներին։ Սա այս տիպի, հաջորդ տիպի խախտումները էլի համակարգային խախտումներ են, սա վերաբերում է փաստորեն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի կողմից քվեաթերթիկը լրացնել, այսինքն լինում են դեպքեր եւ օրինակ կոնկրետ դեպքում որ հանցագործության մասին հաղորդում են տվել, անձը մտել է քվեախցիկի մոտ, հետո գլուխ հանել է, ասել է Նիկոլին ոնց են քվեարկում, որևէ մեկը չի պատասխանել, հետո դուրս է եկել, հետո ներս է եկել եւ իր հետ մի կին է բերել, այդ կինը փաստորեն կնոջ հետ մտել են քվեախցիկում, ընտրությունը կատարել են, դուրս են եկել ու հանձնաժողովի նախագահը մտածել է, որ սա օրենքով է, ընտրական օրենսգրքով է, բայց սա ընտրական օրենսգրքի կոպիտ խախտում է եւ հանցագործության դեպք է, ասեմ ինչի, ընտրական օրենսգրքի 67 հոդվածի 9-րդ մասի համաձայն եթե ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող անձի կողմից, այստեղ ազգային ժողովի ընտրություններում ինքնուրույն լրացնելու բան չկա, այսինքն քվեաթերթիկը չի լրացվում։ Սա ընտրական օրենսգրքում են քվեարկությունների մասին է, որտեղ ընտրաթերթիկը լրացվում է, այս դեպքում լրացվելու հաս չկա։ Հետևաբար միայն ընտրաթերթիկը լրացնելու դժվարություն ունենալու դեպքում կարող է այլ անձ մուտք գործի քվեախոս, այսինքն իսկ քվեախցում քվեական օրենսգրքի 215 հոդվածի համաձայն, եթե անձը իրավունք չունի ու քվեախցում գտնվում է, սա էլի հանցագործություն է։ Ընդ որում սա մի քանի տեղ մենք հայտնաբերել ենք, հանցագործության մասին հաղորդում ենք տվել, ոստիկանությունն էլ փորձում էր ամեն կերպ այս իրավիճակը բերել, որ օրենքի դաշտում, բայց ամեն դեպքում հանցագործության մասին հաղորդումները տրվել է եւ սա քվեարկության գաղտնիության դեմ արարք է եւ քերորեն պատժել է։ Հաջորդը, որ ամենահամակարգային խախտումն է, սա քվեաթերթիկներ են հայտնվում դրսում, աղբամանի մեջ կամ ինչ-որտեղ նետած։ Տեսեք, համաձայն ընտրական օրենսգրքի չքվեարկված կամ քվեախցերում դրվում են արկղեր, այդ արկղերը ժամանակ առ ժամանակ հանձնաժողովի նախագահը ոչ այլ ոք, քան հանձնաժողովի նախագահը պարտավոր է դա վերցնել, վերել դնել հենց քվեասենյակում տեսանելի վայրում, որովհետև վերջում այս բոլոր քվեաթերթիկները պետք է հավաքվի մեկտեղ, կնքվի եւ ուղարկվի ընտրատարածք, այսինքն եւ դրանց վրա պետք է ստորագրեն, այդ թվում իրավունք ունեն ստորագրել նաեւ վստահված անձին։ Փաստորեն այս ընտրական օրենսգրքի այս հոդվածը համատարած խախտվում է, որովհետև մի քանի տեղ աղբամանն են նկարել, որ քվեաթերթիկներ է գծված, ընդ որում
հենց երևում է միանգամից ընդդիմադիր ուժի քվեաթերթիկներ, բացահայտ է նաև, որ քվեաթերթիկները դուրս է բերվել, սա նշանակում է հանձնաժողովի նախագահները փաստորեն թույլ են տվել, որպեսզի հանցագործության դեպքեր կատարվի։ Տեսեք, եթե 50 հատ ընտրաթերթիկ է դուրս գալիս, այսինքն 50 ընտրող, որպեսզի ցույց տան, որ իրենք չեն ընտրել կոնկրետ, ենթադրենք այդ ընտրողին, իրանք այդ ընտրողի քվեաթերթիկը հանում են, տանում են ներկայացնում են իրենց։ Այսինքն, եթե 50 քվեաթերթիկ է հայտնվում դեպքում, սա նշանակում է այդ ընտրատարածքում 50 հանցագործության դեպք է տեղի ունեցել։ Եվ հանձնաժողովի նախագահը պատասխանատու է այդ 50 հանցագործության դեպքերին։ Հիմա մենք ոչ ենք անում, որպեսզի վստահված անձի բոլորը ուշադիր լինեն, հետևեն, որ այդ խցիկներից երբ որ հանվում են այդ ավելորդ քվեաթերթիկները դրվեն տեսանելի տեղ, որ վերջում դրանք պետք է պարտադիր կամ եթե լցվում է արկղը, պարտադիր դրանք կնքեն, ստորագրեն, որպեսզի որևէ խախտում չլինի։ Առայժմս այս դեպքերն են, բացի այդ խախտումները, հետևաբար շարունակում ենք հետևել։ 4-5 հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնել։ Այսքանը։